Հովաննու Ավետարանի 14-րդ գլխի 6 համարի վրա, որտեղ Հիսուսը իրեն ներկայացրեց 3 խոսքով, 3 բառերի միջոցով, ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այսօր մենք ուսումնասիրենք Հիսուսին որպես ճշմարտություն։ Սա երևի ամենա մի բանն է Հիսուսի մասին, որի մասին կարելի է շատ երկար խոսել ու շատ բաներ ասել։ Ուրիշ ավելի այսպես ծավալուն ու այսքան կարևոր թեմա երևի հնարավոր չի գտնել, որչափ Հիսուսը որպես ճշմարտություն։ Ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Կարծես թե ուզենար ասել, եթե քայլեք Հիսուս ճանապարհով, պիտի ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ճանաչելով կյանք պիտի ունենաք։ Ճշմարտությունը նա է, ինչ իր մեջ ունի ամեն ինչ։ Ճշմարտությունը Հիսուս ասեց ես եմ։ Դե գիտեք ինչ է նշանակում։ Շատ փիլիսոփաներ են դրա մասին վիճել, թե ինչ բան է ճշմարտություն։ Շատերն են խոսել, թե ինչպես ճանաչել ճշմարտությունը։ Շատերն են վիճել ու կռվել ճշմարտության համար, բայց հայտնվեց մի հոգի, որ ասեց ես եմ ճշմարտությունը։ Իրենք ճանաչենք ճշմարտությունը կճանաչենք, իրենք ունենանք ճշմարտությունը կունենան։ Չճանաչած Հիսուսին չկա ճշմարտություն, չկա ճշմարտության ճանաչողություն։ Ինչ է նշանակում ճշմարտություն։ Մի բան, որի մասին անընդհատ կարող ենք խոսել, նույնիսկ վիճել։ Իրականում կա երկու աշխարհ, մենք դրա մասին շատ լավ գիտենք, ու դրա համար կոչում ենք հավատացողներ, որովհետև հավատում ենք ոչ միայն այս նյութական աշխարհին, ինչը որ տեսնում ու շոշափում ենք, այլ նաև հավատում ենք այն անձանց ու այն աշխարհին, որին չենք տեսնում ու չենք շոշափում։ Սա է նշանակում հավատալ։ Ինչ է նշանակում հավատալ նյութին, եթե արդեն տեսնում ես, սա հավատալ չի։ Սա նշանակում է գիտեմ, որ այս նյութը կա, բայց հավատալը նա է, երբ որ չեմ տեսնում, բայց ինձ ասել են, որ այս ինչ բանը կա ու ես հավատում եմ դրան։ Տեսած բանին հավատալը Աստվածաշունչն է ասում, որ դա հավատալ չի։ Հավատալը նա է, երբ որ հավատում են չտեսած բանին։ Մարդիկ հաճախ հարցնում են, ասում են պրեզիդենտին հավատում ես։ Ասում հավատում եմ, որ պրեզիդենտը կա, բայց սա չի հավատու, այս մարդկանց հարցրացնել սա չի, չէ՞։ Բայց ինչքան ենք վստահ, որ այս պրեզիդենտը ճիշտ բաներ է խոսում։ Այս է հավատալը։ Հավատում ես նրա արած գործերին, նրա արած խոսքերին։ Հավատում ես, որ Աստված կա, սա դեռ այն հավատքը չի։ Հավատում ես այն բաներին, ինչ որ Աստված ասել է, այս է հավատալը։ Իրականում ոչ նյութական աշխարհում կան անձնավորություններ։ Դրանք հրեշտակներն են, դրանք մարդկային հոգիներն են եւ ամենակարևորը Աստված, որոնց չենք շոշափում ու չենք տեսնում, բայց որոնց մասին կարդում ենք Աստվածաշնչում։ Ճշմարտությունը սա է, թե ինչ է խոսվում նրանց մասին, կամ ինչպիսին է դրությունը այս աշխարհում, ինչպիսին է փոխհարաբերությունները այս անձանց միջև, ինչ կա այնտեղ։ Սրա մասին շատ ուսմունքներ են խոսում։ Դուք շատ բաներ կկարդաք մարդկային հոգիների մասին, ժողովրդի մեջ շատ բաներ կլսեք։ Մայից հետո 40 օր մնում են երկրի վրա, չգիտեմ ինչեր, ես ճիշտ բաները չեմ ասում։ Անկախ չմտածեք սրանք ճիշտ են։ Բայց կա նաև մի բան, որ խոսում է թե ինչ կա իսկապես այնտեղ, ինչպիսի փոխհարաբերություններ կան այնտեղ անձանց միջև։ Այո, որ ճիշտն է նկարագրում, դա ինքը Հիսուսն է։ Հիսուսն է, որ ճիշտն է խոսում այնտեղի հարաբերությունների մասին։ Իրականում կա 3 վայր։ Դա երկինքն է, որտեղ կա միայն բարություն, միայն սեր ու չկա բոլորովին չարիք։ Երկրորդը դա դժոխքն է, որտեղ կա միայն չարիք, միայն զզվելի բաներ ու չկա ոչ մի բարի բան ու ոչ մի լավ բան։ Երրորդը դա երկիրն է, որտեղ հիմա մենք ապրում ենք։ Եվ սա այն վայրն է, որտեղ կա թե բարին, թե չարը, ու սրանք միշտ իրար հետ բախման ու պատերազմի մեջ են գտնվում։ Այս 3 վայրերը իրականում ինչպես ենք մենք ճանաչում։ Իրականում այս նույնիսկ երկրի վրա մեր ապրելու ճանաչողությունը գալիս է նրանից, թե ինչքանով մենք ճանաչում ենք երկնքի իրականությունը ու դժոխքի իրականությունը։ Կարողանում ենք սրանք տեսնել երկրի վրա։ Ճշմարտություն։ Շատ ուսմունքներ խոսում են հակառակը, գիտեք ինչու, որովհետև ճշմարտությունը ունի նաև թշնամի։ Նրա նպատակն է ծռել ճշմարտությունը, որ մարդիկ չիմանան, թե ինչ կա մյուս աշխարհում։ Ես հանդիպել եմ մարդու հետ, որը բաց աչքով խոսում էր ոգիների դևերի հետ։ Ասում էր, որ այնքան լավ տեղում են ապրում այս ոգիները, որ գալիս են Սանդարամետից, ասում գիտես ինչ է Սանդարամետը, ասում գիտեմ դա դժոխքն է։ Ասում ու դժոխքում այդքան լավ է, հա, ասում իրանք ասում որ այնտեղ շատ լավ է։ Պարզի որ խաբել են։ Հիսուսն էր, որ ասաց այնտեղ ոգիները վառվում են, այնտեղ կրակը չի մարում։ Հիսուսն էր, որ ասաց այնտեղ ворթ է, չի մեռնում։ Ինչքան զզվելի ворթեր, կրակներ, չգիտեմ ինչեր կան։ Ոնց մասին կարող ենք իմանալ միայն մեկից, Հիսուսից։ Եվ ընդհանրապես բոլոր տեսակ ճանաչողությունները Աստծո մասին, մարդկանց մասին, դժոխքի, դևերի, ամեն ինչ գալիս է միայն մեկին ճանաչելուց, Հիսուսին ճանաչելուց։ Եթե Հիսուսի միջոցով մենք չենք ճանաչում, ուրեմն չենք ճանաչում ոչինչ։ Եթե մի բան սկսում ենք ճանաչել ու չենք սկսում Հիսուսից, մենք ճիշտ ճանապարհով չենք գնում, ու չենք ճանաչելու ճիշտը։ Մարդիկ շատ են մտածում իրենց ճանաչելու մասին։ Այսօր հոգեբանությունների ամբողջ մեծ գիտություններ կան, որոնք խոսում են ով է մարդը, ինչպիսին է մարդը, ինչպես վարվի մարդը, ինչպես ապրի, երջանկություն ունենա։ Բայց ինչ է խոսում ճշմարտությունը դրա մասին։ Ինչ է խոսում Հիսուսը դրա մասին, այ դա է ճիշտը։ Թողորտմյալ լինի իր անունը։ Իրենից ավելի կարևոր ոչինչ չկա։
Այս այնտեղն է, որ Հովհաննեսը մեկացնում էր Հիսուսին ու Աստծո խոսքը։ Հովհաննու առաջի գլխի 14 համարում հիշում եք ոնց էր գրված. «Գրմավոր բանը մարմին եղավ, ու մեր մեջ բնակվեց, եւ նրա փառքը տեսանք, որից միացնի փառքի պես, շնորհքով ու ճշմարտությունով լեցուն»։ Հիմա խոսքը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք, որից միացնի փառքի պես, շնորհքով ու ճշմարտությունով լցված։ Նույնիսկ Աստծո շնորհքը չի կարելի ճանաչել առանց Հիսուսին ճանաչելու։ Այդպես գրված է։ Երբ որ մենք մեկացնում ենք այս երկուսը, Աստծո խոսքը, մեկացնում ենք Հիսուսի անձը, մենք գալիս ենք շատ հետաքրքիր հետևությունների։ Եկեք իրար հետ միտեղ կարդանք։ Գրված է 2 Տիմոթեոսի թղթում, 2-րդ գլխում։ Ուսումնյութ նավարի մասին շատ ու շատ համարներ են գրված։ Ես աշխատել եմ հնարավորին շատ քիչ համարներ ասել, դրանից շատ ծանրաբեռնելու համար։ Եկեք կարդանք իրար հետ 11 համարից։ Ուրեմն 2 Տիմոթեոս 2-րդ գլխի 11 համարից մինչև 13-ը։ Այս խոսքը հավատարիմ է։ Գրում է Պողոս առաքյալը իր աշակերտներից մեկին Տիմոթեոսին։ Ասում այս խոսքը հավատարիմ է։ Եթե նրա հետ մեռանք, նրա հետ պիտի ապրենք էլ։ Եթե համբերենք, նրա հետ պիտի թագավորենք էլ։ Եթե իրեն ուրանանք, ինքն էլ մեզ պիտի ուրանա։ Եթե չհավատանք, ինքը հավատարիմ կմնա, իր անձը չի կարող ուրանալ։ Ինչքան խիստ խոսքեր են։ Ասում է, եթե իրեն ուրանանք, ինքն էլ մեզ պիտի ուրանա։ Եթե չհավատանք, ինքը հավատարիմ կմնա, իր անձը չի կարող ուրանալ։ Հավատարիմ կմնա իր անձին, իր անձը չի կարող ուրանալ։ Հիշում եմ մի անգամ մեկ էլ զրույց եղավ, ասես ճշմարտությունը զոհվեց հանուն մարդկության, դա ճիշտ չի, ճշմարտությունը երբեք չի զոհվել։ Հիսուսը խաչի վրա զոհվեց որպես մարդ, նա չզոհվեց որպես Աստված։ Ինչ է նշանակում Աստծո մահը, Աստված ընդհանրապես չի մահանում։ Եվ ճշմարտությունը միակ բանն է, որ դրված ամեն ինչից բարձր, ու ոչ մի բան չի համեմատվում դրա հետ։ Ոչ մի դեպքում չի զոհաբերվում դա։ Գիտեք, Աստված ունի սկզբունքներ, ունի կանոններ, հանուն իր մեծ սիրո նույնիսկ, հանուն իր որդու արյան նույնիսկ, այդ կանոններն ու սկզբունքները նա չի խախտում, չի զոհաբերում։ Դա նշանակում ճշմարտությունը, մեծ ճշմարտությունը իր անձն է։ Հին կտակարանում մարգարեություններից մեկի մեջ դուք կարդաք, որ Աստված խոսում է, ու ասում է իմ հոգիս լաց է լինում ամեն մի կորուստ գնացողի համար։ Դրված այդպես որ լաց է լինում Աստծո հոգին։ Ինչու Աստված կարող է սրտում այդքան խորը ցավը կորուստ գնացողի, դժոխ գնացողի համար, բայց չփրկի նրանց, որովհետև նա ճշմարտությունը դնում է ամեն ինչից բարձր ու երբեք չի շրջանցում իր ճշմարտությունը, իր դրած սկզբունքները։ Եթե ասել է որ արդարը պիտի փրկվի, Սիարյանը հավատացողը պիտի փրկվի, ուրեմն այդպես պիտի լինի։ Ինչքան էլ սիրի ու ինչ էլ որ անի, ինքը ճշմարտությունը չի խախտում։ Դա ցույց է տալիս թե ինչքան կարևոր է ճշմարտությունը Աստծո համար, եւ ինչքան կարևոր է ճշմարտությունը մեր համար։ Աստված իր բնությունով, իր էությունով, իր բնավորության գծերով երբեք չի փոխվում։ Այդպես գրված է Աստվածաշնչում։ Եթե չի փոխվում իր բնավորության գծերով ու իր բնությունով, այլ չի փոխվում իր դրած սկզբունքներով ու կանոններով, սա է ճշմարտությունը։ Սա է ճշմարտության մի մասն է։ Եկեք շարունակենք։ Եթե խոսում ենք Աստծո խոսքի եւ Հիսուսի անձի մասին որպես մեկություն, այս երկուսի մեկացման մասին, ուրեմն պիտի անպայման խոսենք Աստվածաշնչի մասին։ Հնարավոր չի խոսել Աստծո խոսքի մասին ու չխոսել Աստվածաշնչից, որովհետեւ Աստվածաշունչը միակ գիրքն է, որը պարունակում է Աստծո խոսքը, միակ գիրքն է, որը իր մեջ ունի Հիսուսին, պարունակում է Հիսուսին։ Այնտեղ կարդալով կարելի է հանդիպել Հիսուսի հետ ու գտնել Հիսուսին։ Աստվածաշնչի հետ զուգահեռ գրվել են շատ գրքեր։ Այս գիրքը գրվել է մոտ 1600 տարիների ընթացքում, 35-ից 40 անձանց կողմից։ Շատ գրքեր նույնիսկ հայտնի չի, թե ում կողմից է գրվել, ինչ մարդիկ են գրել այդ գրքերը, բայց մի բան հայտնի է, որ դրանք ներշնչված են ու լցված են Աստծո հոգով։ Եվ սա ավելի կարևոր է, քան թե իմանալ, թե որ մարդն է գրել այդ գիրքը։ Աստվածաշունչը իրականում կազմում է ճիշտ հավատացյալի, Հիսուսին ճանաչող հավատացյալի կյանքի հիմքը։ Աստվածաշունչը կազմում է ճիշտ հավատացյալի կյանքի չափանիշը։ Սա այն է, ինչով մարդը կարող է չափի, արդյոք ինքը ճիշտ է մտածում, արդյոք իր գործերը ճիշտ են, ինքը ճիշտ է գործում, թե չէ։ Սա այն է, ինչով ինքը կարող է իմանա, ինքը ճիշտ հիմքի վրա է գտնվում, թե ոչ։ Աստվածաշունչը։ Հաճախ ասում են սրանք մարդիկ են գրել։ Այո, մարդիկ են գրել։ Մարդիկ, ովքեր ներշնչվել են Աստծո հոգուց, ովքեր լցված են եղել Աստծո հոգով։ Ու երբ նրանք գրել են այս գրքերը, դրանց զուգահեռ շատ գրքեր են գրվել, էլի Աստծո մասին։ Էլի Աստծո մասին պատմող, Աստծո սկզբունքների ու կանոնների։ Շատ գրքեր են գրվել, մինչև հիմա էլ գրվում են այդ գրքերը, դուք լավ գիտեք դրանք։ Ու եկավ մի շրջան, որ առաջացավ մեծ դժվարություն։ Վերջերս այս բոլոր գրքերից, որոնք են չափանիշ մեր համար, որոնք են, որ կարող ենք վերցնել որպես կյանքի հիմք ու որոնք չեն կարող։ Դա սկսվեց դեռևս առաջի դարում։ Պողոս առաքյալը թղթերից մեկում գրում է, ասում է, եթե մեկը ձեզ մի թուղթ կգրի ու կխախտի ձեզ այս ավետարանից, իբր թե մեզանից գրված, նույնիսկ ասում է, եթե մեր անունով գրված կլինի, այսպիսի խոսքեր կան գրված,
Մի ուրիշ թղթում ինքը անեց կա դնում, ասում է, եթե ուրիշ ավետարան քարոզվի, անիցիալ լինի, այսինքն ինչքան հաստատուն է այն ավետարանը, այն խոսքը, որ տրված է Աստծո կողմից։ Այս դժվարությունը առաջացավ դեռևս առաջի դարում, երբ Հիսուսի առաքյալները գրում էին Աստվածաշնչի տարբեր գրքեր։ Վերջի գիրքը գրվել է 90-ական թվականներին, դեռևս առաջի դարի։ Դրանից հետո էլի շատ գրքեր են գրվել։ Ու մարդիկ մի պահ կանգնեցին հավատացյալները, ասացին, այսպես չի լինի։ Գրքերի ամբողջ բազմություն կա, հրեաներից եկող գրքեր, Տալմուդ, չգիտեմ ինչ գրքեր։ Ու դժվարությունը առաջանում է դրանով, որոնք են հիմքը կյանքի։ Այդ գրքերը հաճախ հակասական էին դառնում իրար։ Ու հավաքվեցին հավատքի մարդիկ։ Հավաքվեցին ու որոշեցին, որ ընտրեն այս գրքերից ինչ-որ մի քանակություն, որը կարող է լինի մշտական, որպես Աստծո շունչ կոչվի։ Ու այսպես հավաքվեց ու կոչվեց Աստվածաշունչ գիրքը։ Դա առաջացավ արդեն 4-րդ դարում, որ վերջնականորեն կազմավորվեց։ Այդքան ժամանակ դեռևս գնում էր կանոնի միջով անցկացնելը։ Այս մարդիկ ընտրեցին մի կանոն, որով որոշվում էր, թե որ գիրքը պիտի մտնի Աստվածաշնչի մեջ ու որով պիտի չմտնի։ Կանոնին համապատասխանեցին 66 գիրք, որոնք այսօր գրված են Աստվածաշնչում։ Այս 66 գրքերով կազմված Աստվածաշունչը կոչվեց կանոնական Աստվածաշունչ։ Սա բացասական չէր, հակառակը սա շատ դրական էր, որ այս բանը տեղի ունեցավ։ Որովհետև եթե չլիներ այսպիսի մի բան, այսօր մենք կանգնած կլինենք բազմաթիվ դժվարությունների առաջ։ Դրանից հետո ինչքան գրքեր գրվեցին։ Այսօր գիտեք ինչքան հավատացյալներ կան, որ վերցնում են հայ հավատքի մարդկանց կյանքից դեպքեր ու գրվածներ, որոնք վերցնում են ու դարձնում են իրենց կյանքի հիմքը։ Սա հետո դժվարություններ է առաջացնում։ Մարդ է եղել ու ապրել է ինչ-որ մի կյանք, ու ունեցել է ինչ-որ գաղափարներ։ Հավանաբար բոլորը չի, որ մաքուր է եղել այդ մարդու կյանքը։ Բոլորը չի, որ ներշնչված է եղել Աստծո հետ։ Այս 66 գրքերի մեջ մենք վստահ ենք մի բանում, որ սրանք տրված են Աստծուց։ Դրա համար կարող ենք ընդունել բացարձակ ձևով որպես ճշմարտություն։ Դրա համար այն գիրքը, որ կազմավորվեց, գրվեց դեռևս առաջի դարում, անցել է 2000 տարի, ու այս գիրքից ոչ մի փոփոխություն չի կատարված։ Հաստատուն ձևով գնում է այս գիրքը ու պիտի գնա մինչև Հիսուսի գալուստը։ Ոչ մի փոփոխություն չի կատարվելու, որովհետև ինքը գրողը պահում է այս գիրքը։ Այդպես հաստատուն։ Աստվածաշունչը նա իրականում չափանիշ է ու հիմք է մեր աստվածապաշտության։ Պողոս առաքյալը գրում է Տիտոսի թղթում, ասում է աստվածապաշտությանը կից եղող ճշմարտության գիտություն, այսպիսի արտահայտություն ունի Տիտոսի 1-2 համարներում։ Ասում է, որ աստվածապաշտությանը կից եղող ճշմարտության գիտություն։ Մենք մտածում ենք ինչպիսին է Աստված, ընդհանրապես մարդը ինչպիսին պատկերացնում է, տեսնում է Աստծուն, ճանաչում է Աստծուն, այդպես էլ ինքը վերաբերվում է նրան։ Ինչպիսին ես դու ճանաչում Աստծուն, այդպես վերաբերվում ես։ Եթե դու նրան ճանաչում ես որպես մի դատավոր, որը նստած է մի գավազան ձեռքին ու պատրաստ է ամեն սխալին հարվածելու, դողով ու վախով ես ապրում նրա առաջ։ Եթե դու գիտես նրան մեկը, որ պատրաստ է ամեն սխալը ներելու ու քեզ սիրով ընդունելու, կարող ես երես առնել դրանից։ Բայց կա նաև միջանկյալը, չէ՞։ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է Աստծուն որպես հայր։ Ու սա ճշմարտությունն է, որ նա գիտի թե սիրով ընդունել ու ներել, թե խրատել ու պատժել տեղնեկած տեղը, որ իր անունը փառավորվի։ Աստվածապաշտությանը կից եղող ճշմարտություն գիտություն։ Այսօր մեզ շատ հաճախ շատ հարցեր են տալիս, ասում ինչու չեք հաճախ ընկնում։ Ասում Աստվածաշունչում մի տեղ ցույց տա, որ նման բան արված անեն։ Ոչ մի բան հավատացյալը պիտի չանի ճշմարտությունից դուրս։ Ինքը պիտի ամեն ինչ գիտակցի, ինչ է կատարում։ Այն որ մենք ինչ-որ մի բան ենք անում մեր կյանքում ու չենք հասկանում, թե ինչի համար ենք անում, բայց մեր կարծիքով դա հոգևոր արարք է, կարող է շատ դժվարություններ առաջացնի մեր կյանքում։ Այդպես քրիստոնյաները հաճախ վերցնում են նկարը, դնում են ու նկարի առաջ ծնկի են գալիս։ Դա Աստված չի, դա նկար է, գիտեք։ Մենք հարգում ենք այն նկարները, որոնք արված են հոգևոր իմաստով, բայց դա չի նշանակում, որ այդ նկարը պիտի դարձնել կողմ։ Գիտեք ինչու Հիսուսը նկար չունի։ Իրականում առաջի դարում միթե նկարիչներ չեն եղել, ամբողջ ազգի մեջ։ Մինչև հիմա ոչ մի նկար չի պահպանվել Հիսուսից։ Հավանաբար Աստված լավ գիտեր, որ մարդը ամեն ինչ կարա դարձնի կուռք, դրա համար ոչինչ չպահպանեց։ Հիմա նկարել են, թե չէ չգիտեն, գրված չի այդպիսի բաներ, բայց որ չի պահպանվել դա հաստատ։ Այսօր փորձում են գտնել բաներ, որոնք գոնե կպել են Հիսուսի մարմնին ու դրանք են մեծացնում։ Իրականում մենք դեռ կտեսնենք աստվածապաշտությունը ինչ է։ Այդպես է ինչ որ գրված Աստվածաշնչում։ Հիսուսը ինքը ասեց Աստծուն երկրպագում են հոգով ու ճշմարտությունով։ Չէ՞ մարդը ինքը հոգի է, Աստված էլ հոգի է։ Գնահատելի է Աստծո մոտ, երբ հոգիները կպնում են իրար հետ, երբ հոգիները հանդիպում են իրար հետ, հանդիպում են ճշմարտության, Աստծո խոսքի հիմքի վրա։ Սա է գնահատելին Աստծո մոտ։ Սա է ընդունելին ու արժեքավորը։ Ես հաճախ հարցնում են, ո՞ն վառում եք։ Ես ասում եմ, երբ որ մութալինում վառում են։ Իրականում ուրիշ իմաստ չի դրված դրա մեջ, գիտեք, որովհետև առաջի դարում էլ մոմը վառել են դրա համար, որ դրա լույսի տակ գիրքը կարդան։
Հետո մամը մնացել է, իսկ գիրքը հեռացել է մարդկանց կյանքից։ Կյանքում ինչ ես անում դու հոգևոր իմաստով Աստծո համար։ Մտածի սրա մասին, արդյոք դրա մասին գրված է Աստվածաշնչում թե չէ։ Եկեղեցին արարողություններ ունի, գիտեք, օրինակ ջրի մկրտությունը, օրինակ հաղորդությունը։ Սրանք արարողություններ են, որ անում է եկեղեցին, բայց դրանց մասին շատ մանրամասն գրված է Աստվածաշնչում։ Հիսուսը արել է, իր առաքյալները արել են, իր աշակերտները, ու նույնիսկ պատվեր կա տված, որ դրանք պիտի անեն։ Ինչպես այսպիսի բաները չանել։ Այսինքն հենց սրանք պիտի անել, որ մնացած բաները թողնել մի կողմի վրա, որոնք գրված չեն Աստվածաշնչում, որոնք գուցե մեր տրամաբանության հետևանք են։ Գուցե մենք ենք համարում, որ այդպես ճիշտ կլինի։ Ճիշտ է նա ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Ճշմարտությունը Աստծո խոսքն է, եւ ուրիշ ոչինչ։ Կա մի ուրիշ դժվարություն։ Մարդիկ սկզբից ասացի ավելի հեշտ հավատում են նրան, ինչը որ տեսնում ու շոշափում են։ Պետք է որ հավատքի մարդու կյանքում ինչ որ մի բան փոխվի իր մեջ։ Դիրքը փոխվի իր մեջ։ Ու վստահ լինի, որ Աստծո գրած խոսքերը ավելին են, քան այն ինչ որ մարդը տեսնում է, լսում ու զգում։ Մի անգամ հիշում եմ մի զրույց եղավ մի հետաքրքիր հարցով, գիտեմ, այսպիսի հարցերը բոլորին են հետաքրքրում։ Արդյոք ինչ որ անձիկ, կենդանություն կա ուրիշ մոլորակների վրա թե չէ։ Մարդ ապրում է ուրիշ մոլորակների վրա թե չէ։ Աստվածաշունչը մերժում է այս տեսակետը բոլորովին։ Հիշում եմ մի անգամ այդպիսի մի զրույցի ժամանակ մեկը ասաց, ես զգում եմ, որ նրանք կան։ Ասի ես սա չեմ հասկանում, ինչպես կարելի է զգալ, թե այն մոլորակի վրա կամ այն աստղերի վրա ինչ կա։ Ես զգում եմ, որ չկա, այն մյուսն զգում է, որ գուցե կա, այն մյուսը նորից զգում է, որ չկա։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Ամեն ինչ որ մենք զգում ենք, մենք տեսնում ենք ու լսում ենք, սրանից ավելի հաստատուն է այն ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Այդպիսի մի տեղ կարդանք Երկրորդ Պետրոս 1:16-ից մինչև 19։ Սա այն մարդն է, որ Հիսուսի հետ քայլեց երկրի վրա, որ տեսավ Հիսուսի այլակերպությունը լեռան վրա։ Եվ հենց դրա մասին էլ գրում է։ 16 համարից այսպես է գրված. Ոչ թե մենք վարպետությամբ շինված առասպելների ետևից գնալով մեր Հիսուս Քրիստոսի զորությունը ու գալուստը ձեզ ցույց տվեցինք, ապա նրա մեծափառությանը ականատես լինելով։ Տեսեք, ասում աչքովս տեսել եմ, ականատես եղա։ Դասնզի ինքը հորից, Աստծուց, փառք ու պատիվ առավ, այն մեծավայելչության փառքից այնպիսի մի ձայն գալով։ Դա այն սիրելի որդիս, որին հավանել եմ։ Եվ այս երկնքից եկած ձայնը մենք լսեցինք, որի հետ էինք սուրբ լեռան վրա։ Նախ ասում ականատես եղանք, հետո ասում լսեցինք, հետո էլ ասում եւ մարգարեական խոսքն էլ ունենք, որ ավելի հաստատում է։ Հետո այս մարդը տեսել էր իր աչքով, լսել էր իր ականջով, ու մարգարեական խոսքը ունենք, որը ավելի հաստատում է։ Կարանք մեր մեջ այսպիսի դիրք ստեղծենք, որ չգիտեմ ես ինչ եմ հասկանում, չգիտեմ ինչեր եմ ապրում կյանքում, ինչ որ ապրում եմ, ինչ որ հասկանում եմ, ինչ որ աստվածապաշտությունով զբաղվում եմ, այս գրվածը ավելի հաստատում է։ Շատ են ասում մի հատ Հիսուսին Երանի տեսնեն։ Հիսուս ասաց Երանի նրանց որ չեն տեսնում ու հավատում են։ Գիտեք ինչու՞։ Որովհետև հավատքը հենված է ոչ թե տեսածի վրա, այլ խոսքի վրա։ Այն վկայության վրա, որ Հիսուսը կենդանի է, հարություն է առել։ Շատ են ասում են գնանք մի հատ երկինքը տեսնենք, ինչ երանություն է այնտեղ, ու հետո գանք ապրենք։ Դեռ այն երանությունը չի, դու կտեսնես երկինքը միշտ ապրիր։ Բայց Երանի նրան, որ ոչ թե տեսածով կհավատա, այլ հավատա գրվածին։ Նրան ինչ որ գրված է Աստվածաշնչում, որովհետև դա ճշմարտություն է գրված։ Գիտեք ինչ է նշանակում ճշմարտություն, որ դրան հակառակ բոլոր բաները ստություն են։ Ու Հովհաննես այդպիսի մի խոսք ունի, ասում է ամեն ստություն ճշմարտությունից չի։ Ինչքան պարզ ճշմարտություն է սա, որ ամեն սուտ ճշտից չի։ Ինչքան պարզ է, չէ՞ սա։ Բայց հաճախ մարդիկ շատ դժվարանում են սրանում, ասում են նախր աչքովս տեսա, ախր տեսա ինչ հրաշք կատարվեց։ Սատանան զորություն ունի, նա էլ կարող հրաշքներ գործի։ Սա խոսում ենք նրա մասին, որ Աստվածաշունչը ամենահաստատուն բանն է, այսօր երկրի վրա Աստծուց թողնված մեզ։ Ավելի հաստատուն, քան մեր տեսածը, մեր լսածը, մեր զգացածը, մեր ապրածը, մեր հասկացածը, դրանից ավելի հաստատուն։ Սա նշանակում է, որ մեր տրամաբանությունը, մեր կյանքում կատարած մեր գործերը ամեն ինչ պիտի փոխվեն ըստ Աստվածաշնչի։ Նրանք պիտի վերափոխվեն, ձևավորվեն ըստ Աստվածաշնչի, ոչ թե հակառակը։ Շատ մարդիկ ինչ որ բան ապրում են ու փորձում են Աստվածաշնչում գտնել իրենց ապրածի հիմքը։ Իսկպես չի։ Ինչ որ ապրում ես, ուզում ես ապրել, ընտրի թե ոնց ասում Աստվածաշունչը ու այդպես ապրի։ Սա է ճիշտը։ Ուրեմն Հիսուսի անձը առաջին ու ամենահաստատուն ճշմարտությունը։ Երկրորդ Աստվածաշունչ գիրքը, որ տրված է մեզ երկրի վրա ապրելու համար, ու Աստծուն ճանաչելու, Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Եվ երրորդ բանը, որը նույնպես Աստծո ամրությունն է կազմում ճշմարտության, դա եկեղեցին է, գիտեք։ Եկեք նորից բացենք Տիմոթեոսի թուղթը։ Պողոս առաքյալը գրում է իր աշակերտին Տիմոթեոսին, առաջի թղթի 3-րդ գլխի 14-15 համարները կարդամ։ Այս բաները գրում եմ քեզ հուսալով մոտ ժամանակներս քեզ գալ, բայց եթե ուշանալու լինեն,
որպեսզի իմանաս, թե ինչպես պետք է քեզ Աստծո տան մեջ գործել, որ կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը ու հաստատությունը։ Ասում որ իմանաս, թե ինչպես պետք է քեզ Աստծո տան մեջ գործել, որ կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը ու հաստատությունը։ Եկեղեցուն Պողոս առաքյալը անվանում է ճշմարտության սյուն ու հաստատություն։ Գիտեք ինչ է նշանակում սյուն ու ինչ դեր է տանում սյունը ընդհանրապես, բարձրապահում տանիքը, պահում է իր տեղում։ Եթե սյունները հանեք, շատ տների միջից տանիքը ուղղակի կփլվի։ Եկեղեցուն անվանում է սյուն, ճշմարտության սյուն։ Եկեղեցին է ինչը որ պիտի այս աշխարհում բարձր իր տեղում պահի ճշմարտությունը։ Սրա համար հավատացյալների վրա, Աստծո խոսքին հավատացողների վրա դրված է մեծ պատասխանատվություն, ճշմարտության խոսքը բարձր պահելու, իր տեղում պահելու, որպեսզի այս աշխարհի մեջ ճշմարտության խոսքը չտրորվի ու չընկնի գետնին։ Այս կողմից ինչքան ցավալի է, երբ որ հավատացյալն է գործում ճշմարտությանը հակառակ։ Երբ որ այն մարդը, որ իրեն անվանում է եկեղեցու անդամ, իրեն համարում է ճշմարտությանը Աստծուն հավատացող, մեղքագործում, ճշմարտությանը հակառակ մի բան է գործում։ Այլ այդ սյունը չեղավ, նա այլ ճշմարտությունը բարձր չպահեց։ Աստված երկնքում է, ու նա պահում է ճշմարտությունը երկնքում կատարյալ ձևով, խոսեցինք դրա մասին։ Դժոխքում ճշմարտություն ընդհանրապես չկա, այնտեղ ամեն բան ստության մեջ է գտնվում։ Ու սատանան է իշխողը։ Երկիրը այնտեղն է, որտեղ այս երկուսի բախումը կա, ճշմարտության ու ստության։ Ճշմարտությունը բարձր պահողը Աստծո ժողովուրդն են, եկեղեցին։ Եկեղեցին շինությունը չի, եկեղեցին են մարդիկ են, ովքեր ապրում են ըստ Աստծո խոսքի, ովքեր հավաքվում են իրար հետ Աստվածաշնչի։ Ինչքան կարևոր է։ Գրված է, որ եկեղեցին ճշմարտության հաստատությունն է։ Երբ որ հավատացյալին ստիպում են, որ նա ինչ-որ մի բան անի ճշմարտությունից դուրս ու նա չի անում, սա է վկայում, որ ճշմարտությունը իրական է ու հաստատում։ Սրա համար նա մեծ վարձք ունի։ Ցավոք պիտի հակառակ կողմի մասին էլ խոսեմ։ Իսկապես Աստծո խոսքը, ճշմարտությունը ու Աստված, նաև եկեղեցին հետևաբար, ունեն լուրջ թշնամի, որը երբեք չի քնում։ Նա միշտ գործում է, միշտ հարձակման մեջ է ճշմարտության վրա։ Այն պահին, որ Աստծո բերանից խոսք դուրս եկավ, անմիջապես հակառակ խոսքն է գալիս, դրան հակառակ, պատերազմելու դրա դեմ։ Հիշում եք, եթե մի պարտեզում ինչ տեղի ունեցավ, Աստված մի խոսք էր ասել, ընդհանրապես մի արտահայտություն, որ գրված է Աստվածաշնչում։ Ասել էր բոլոր ծառերից կարող ես համարձակ ուտել, այս մի ծառից չուտես, որովհետև այն օրը, որ ուտես, մահվան մեջ պիտի մեռնես։ Անմիջապես հակառակ խոսքը եկավ։ Ասես չէ, այդպես չի։ Աստված, որ ասել է թե չեք մեռնի, դա չի նշանակում։ Չեք մեռնի դուք, այլ կլինեք իր նման։ Աստված չի ուզում, որ դուք իր նման լինեք, դրա համար ձեզանից թաքցրել է այդ մի բանը։ Իսկ որ չուտեք այս ծառից, որ իր նման չլինեք։ Անմիջապես հակառակ խոսքը, ասես չեք մեռնի։ Կերան ու մեռան։ Կերան ու անմիջապես ապրեցին այդ մահը։ Գիտեք ինչու՞։ Ադամի առաջ դրվեց երկու բան, ընտրություն։ Որը ընտրել, Աստծո խոսքը, ճշմարտության խոսքը, հեսատության խոսքը։ Սրանից կախված է, թե որը կգործի, որը կհաղթի։ Այսօր մեր կյանքում էլ է այսպես։ Որը ընտրենք, նա էլ կհաղթի։ Բայց ընտրության մասին մի քիչ ավելի ուշ։ Եկեք խոսենք այս թշնամու մասին։ Հովհաննես ավետարանի 8-րդ գլխում Հիսուսը խոսեց նրա մասին։ 44 համարում այսպես է գրված. Հիսուսը հանդիմանեց այն մարդկանց, ովքեր իրեն հակառակ էին կանգնապացեց. Դուք ձեր հորից սատանայից եք, ու ձեր հորը բաղձանքն եք ուզում անել։ Նա սկզբից մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ իր մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա սոտություն է խոսում, բուն իրերներից է խոսում։ Քանզի նա սոտախոս է եւ նրա հայրը, այսինքն սոտության հայրն է։ Սատանային անվանեց սոտախոս ու անվանեց սոտության հայր։ Հիսուսը սատանային անվանեց սոտության հայր։ Սատանան շատ հաճախ հենց այսպես է գործում, նայում է թե Աստված ինչ է ասել, ինքն էլ դրա հակառակն է ասում։ Սա իր սկզբունքներից մեկն է։ Շատ բաներ ինքը չգիտի Աստված, թե ինչ է անելու, շատ մանրակերպությամբ չգիտի, բայց մի բան հաստատ գիտի, որ ամենակարևոր միջոցը, որով սատանան պատերազմում Աստծո դեմ, եկեղեցու դեմ, ու ճշմարտության դեմ, դա խոսքի աղավաղումն է, Աստվածաշնչային խոսքի աղավաղումը։ Հենց այն, որ կատարվեց Եդեմի պարտեզում, որ ասեց չէ, չեք մեռնի, սա հենց այդ խոսքի աղավաղումն էր։ Աստված ասել էր կմեռնեք, ինքը ասեց չեք մեռնի։ Հիշում եք Հիսուսը անապատում էր։ 40 օրվա ծոմից հետո գրված է սողացավ։ Սատանան անմիջապես մոտեցավ այս պահին, սկսեց խոսել։ Ու խոսքերի, փորձությունների մեջ կար մի բաժին, ասեց տարավ կանգնացրեց տաճարի բարձրինքի վրա ու ասեց այստեղից քեզ ցած գցի, որովհետև քեզ համար գրված է, ասեք ինչքան դժվար բան է։ Երբ որ հավատացյալին մոտենում է խոսքի միջոցով, ասեց քեզ համար գրված է, որ իր հրեշտակներին պիտի ուղարկի, որպեսզի քեզ ձեռքերի վրա պահեն ու ոտքդ քարի չխփես։ Բայց խոսքը վերցրած է խոսքը Աստվածաշնչից, բայց բոլորովին տեղին չէր խոսքը։ Դրա համար Հիսուսը մերժեց այդ խոսքը ու բերեց այն խոսքը, որը տեղին էր այդ տեղի համար։ Ասեց գրված է, քո Տեր Աստծուն մի փոխվի։
Դրված է կոտերասունի փորձի։ Միշտ իմանալ, ճանաչել Աստվածաշնչի խոսքը, սա շատ կարևոր է, որովհետև մեզ կարող է հաճախ խոսքեր հիշենք, կարող մեր մտքում խոսքեր առաջանան Աստվածաշնչից, որոնք բոլորովին տեղին չլինեն։ Դա լավ ճանաչել են բնավորությունը, որ ունի Աստված, որովհետև ինքը խոսում է իր բնավորության համեմատ։ Սա առաջին միջոցն է, որով Սատանան պատերազմում է հավատացյալի դեմ։ Այդպիսի տեղելի կար, երբ որ Հիսուսին մոտեցան մի խումբ սադուկեցիներ։ Սադուկեցիների աղանդը շատ այսօր նման է այսօրվա Եհովայի վկաների աղանդին, իրուսնիքով։ Մոտեցան, ասեցին, ինչպես կլինի, որ մահից հետո կյանք լինի։ Ինչպես կլինի, որ հետո հարություն լինի։ Ասեցին, այդպես բան հնարավոր չի, որովհետև պատկերացրու, որ մեր մոտ 7 եղբայրներ կային, նրանցից մեծը մի կին ունեցավ, ու Մովսեսի օրենքի իրանք Աստվածաշնչից խոսք են բերում, ասում են մեկը մահացավ, Մովսեսն էլ ասում է, որ մյուս եղբայրը պիտի ամուսնանա դրա հետ, որպեսզի առաջի եղբորը սերունդ տա։ Ու այսպես, ասես դուք մոլորված եք, որովհետև ոչ Աստծուն եք ճանաչում, ոչ նրա զորությունը, եք ճանաչում ճշմարտությունը, այսինքն, որովհետև ճշմարտությունը ասում է, որ այնտեղ են մյուս կյանքում, էլ ամուսնություն չի լինելու, որովհետև այնտեղ սեր չի լինելու, բոլորը նման են լինելու հրեշտակների, առանց սերի։ Ճշմարտությունը ճանաչել են անձանց, ովքեր գտնվում են այնտեղ։ Ահա ինչ է մեզ այսօր այստեղ կապրեցնի։ Հաջորդ բանը, որ միջոցը, որով Սատանան պատերազմում է հավատացյալների դեմ, պատերազմը ճշմարտության դեմ։ Իրականում հարվածը ոչ թե հավատացյալի վրա է, այլ ճշմարտության։ Հենց մարդը դուրս եկավ ճշմարտությունից, էլ ինքը հարված չի ունենա Սատանայից, վերջացավ նրա կյանքը, որովհետև ինքը արդեն մահվան մեջ է։ Դրանք խոստումներն են, հաճախ կարող է շատ բաներ խոստանա Սատանան։ Լուսինը կանգնացրեց լեռան վրա, դեպի ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները, դրանց փառքը, հարստությունը, ասաց այս բոլորը քեզ կտամ, ինձ երկրպագի։ Հիսուս ասաց ետից գնա, դեպի միայն քո Տեր Աստծուն երկրպագի։ Խոստացավ, ասաց այս բոլորը քեզ կտամ։ Իսկը ինձ վարվում է մեր կյանքում, հավատացյալների մեջ։ Հիշում եք Եդեմում էլ, երբ որ նա մոտեցավ Եվային, միայն չասեց չէ չեք մեռնի։ Խոստացավ, ասաց երբ որ դեք Աստվածնի նման կլինի։ Խոստմունք տվեց նրան։ Դրանից հրապուրվեց Եվան։ Այսօր էլ հավատացյալներին խաբում են նույն ձևով։ Հաճախ խոստանում ասում են, գիտես, մի հատ սուտ ասա ու կապրես, հաց կունենաս ուտելու, չգիտեմ ինչքան դոլարներ կունենաս, մի հատ սուտ ասա։ Շատ մարդիկ ուլ են գնում սրանք։ Այսմատես, այստեղ ինչքան գումար է դրված, այդ սուտը իր բանը ո՞վ է տեսնելու, ոչ չի տեսնելու, հետո փող կունենաս, ո՞վ է խոստանում։ Հաճախ փառք է խոստանում, հաճախ պաշտոն է խոստանում, հաճախ էլի ինչ-որ բաներ, խոստմունքներ, որոնք պատերազմում են ճշմարտության դեմ, որոնց պիտի հասնել անօրեն ճանապարհով, մեղքի ճանապարհով։ Ուզմաքանդի են սյունը, որը ճշմարտությունը բարձր է պահում, որովհետև սյունը եկեղեցին է։ Ամեն դեպքում ինչ էլ որ նա խոստանա, դրանք մի շատ կարևոր հատկանիշ ունեն։ Դրանք երկրավոր են, դրանք ժամանակավոր են ու անցողիկ։ Այդ բաներից ոչ մեկը հավիտենության մեջ չի մտնում։ Այդ բաներից ոչ մեկը ինչ որ ձեռք դրենք այստեղ սեփության միջոցով, մեզ հետ չենք բանելու երկին, հավիտենություն։ Երրորդ միջոցը շատ հետաքրքիր միջոց է։ Կա մի ինչ-որ քաղցրության պահ, գիտեք, հաճոյանալու ձև։ Գիտեք, մարդը կարող մոտենա մի երկու կոմպլիմենտ անի, հետո ասի ես բան արա, էլ ինչ կլինի։ Արդեն չես կարողանում, քեզ գովելա չէ, ոնց հակառակվեց դրան։ Այդպիսի մի տեղ կա գրված։ Հիսուսին մոտեցան մի խումբ մարդիկ, հատուկ նպատակով մոտեցան Հիսուսին խաբելու համար։ Գրված է Մատթեոս 22-րդ գլխում, 15-17 համարներում։ Գրված այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին, թե ինչպես նրա դեմ որոգայք լարեն խոսքով։ Եվ իրենց աշակերտները Հերովդեսյանների հետ մեկտեղ ուղարկեցին նրան ու ասացին. «Վարդապետ, գիտենք, որ ճշմարիտ ես, տեսեք ինչքան են գովում։ Գիտենք, որ ճշմարիտ ես ու ճշմարտության պաստու ճանապարհներն ես սովորացնում։ Ու մարդու համար քո հոգսը չի, քանզի մարդկանց երեսպաշտություն չես անում։ Մեզ ասա, արդյոք կայսին տուր տալը արժանի թե ոչ»։ Գովում են, ասում են. «Գիտենք, որ ճշմարիտ վարդապետ ես, գիտենք, որ մարդկանց երեսպաշտություն չես անում, կեղծարարություն չես անում։ Կարևոր չի, թե մարդկանց առաջ ինչ պատիվ կունենաս»։ Այսպես գովում են, մեկ էլ ասում են, դե ասա մեզ, կայսին տուր տանք, թե չտանք։ Հիսուսի առաջի պատասխանը սա է, կեղծարարներ, ինչ եք ինձ խոսում։ Անմիջապես նկատեց այդ պահը։ Սատանան մի է հատկությունը գովելով բարձրացնելու, որպեսզի անկումը շատ խորը լինի, շատ ցավոտ լինի։ Գիտեք չէ, ինչքան բարձրից են ընկնում, այնքան ցավոտ է լինում։ Այս գովելու պահը կա։ Սա առաջացնում է պարտքի զգացում մարդու մեջ։ Երբ որ քեզ գովում են, քեզ ինչ-որ մի լավ բան են տալիս, առաջանում է պարտքի զգացում։ Այս պարտքի զգացումը հաճախ հանգարում է, որ այս մարդու խոսքից դուրս գա, ով որ քեզ գցել է պարտքի տակ։ Մտածի դրա մասին, հաճախ կարող է դա լինի ոչ թե գովեստ, այլ լինի ինչ-որ մի բան տալ։ Մեկը քեզ պարտքով փող է տալիս, ինձ դրանից կախվածության մեջ։ Մեկը ասում է մի հատ էս բան արա, ասում ես ոնց չանեմ, էլի։ Ոնց չանեմ։ Մեկը հանկարծ կասի դե պարտքով թող։ Մեկը լավություն է անում, մեկը ասում է դե մի հատ էս բան արա։ Ասում ես ախր Աստծո խոսքին հակառակ է, բայց ոնց չանեմ։
Կասի այդքան լավություն արեցի իմ մի խոսքը մերժեց։ Պարտքի զգացում առաջացնել է։ Սա ուժեղագույն մեթոդներից մեկն է ճշմարտության դեմ պատերազմելու ու մարդկանց ճշմարտությունից հանելու համար։ Հիսուսը գնաց մի փարիսեցու տուն, սեղան նստեց նրա հետ։ Մի չէ լավ հանդիմանեց այս մարդուն։ Մտածում ես ոնց կարելի է մտնել մարդու տուն, սեղան նստել այս մարդու հետ հաց ուտել, վերջում հանդիմանել ու դուրս գալ։ Ճշմարտությունը չի խախտվում ոչ մի բանից։ Թող Հիսուսի մասին վատը խոսեցին այդ ժամանակ, բայց իր համար կարևոր էր, որ ճշմարտությունը ինքը չխախտեց, ճշմարտությունը չծառեց։ Այսպես պիտի լինի ճշմարտության հետ մեր վերաբերմունքը։ Էլի մի միջոց ունի, ծաղրանքը։ Սատանան կարող ծաղրի մեկին։ Իսկ շատ հավատացյալներ վախենում են իրենց շրջապատներում, անհավատ շրջապատում, կոլեկտիվում ասում, որ իրենք հավատացյալ են, որովհետև դրա պատճառով կարող են ծաղրվել։ Այս անգամ արդեն ոչ թե պարտքի զգացումն է, որ մարդուն վախ է առաջացնում, այլ վախ է առաջացնում պատվի կորուստ է կարծես, որ պատիվս այս մարդկանց աչքից կընկնի։ Այսպիսի մի զգացողություն կա մարդու մեջ, որը խանգարում է, որ հաճախ ինքը հավատարիմ մնա ճշմարտությանը։ Պատվի կորուստ, պատիվ, հաճախ մարդիկ նույնիսկ փողից ավելի են գնահատում իրենց պատիվը, նույնիսկ ունեցվածքից ավելի են գնահատում, պատրաստ են շատ գումարներ տալ, ամեն ինչ տալ պատիվը պահելու համար։ Իսկ ասացա, որ ուզում էին ետևից գոտը իր անձը ուրանա, աչևեցնի, որտեղ այդ ճանապարհի վրա ինքը պիտի տորցնի պատիվը։ Հիսուսի համար սկզբում շատ հանգիստ էր ու շատ ճոխ էր ամեն ինչ։ Հիսուսը հենց խոսում էր հազարներով մարդիկ էին հավաքվում իր շուրջը։ Միտեղ 4000, միտեղ 5000 ու դրված ուր գնում էր մարդիկ հավաքվում էին։ Ինչքան ինքը հաստատում էր մնում ճշմարտության մեջ, այնքան այս մարդկանց թիվը պակասում էր։ Ինչքան ինքը ճշմարտության մեջ հաստատում էր մնում, այնքան ինքը գնում էր մահվան, այնքան ինքը մոտենում էր խաչին, այնքան այս մարդկանց թիվը պակասում էր։ Վերջում խաչի մոտ ընդհանրապես մի քանի հոգու կտեսնեք, իր շուրջ եղած մարդկանցից, հազարներից։ Ընդհանրապես մի քանի հոգի, մի քանի կին էին, մի երկու աշակերտ, որոնք տեսան իր խաչելիությունը։ Մնացած ուղղակի փախած էին ծրված։ Ծաղրանք։ Պետրոս առաքյալը ու Հուդա առաքյալը իրենց թվերում գրում են, որ վերջի ժամանակներում շատ ծաղրողներ կհայտնվեն։ Իրան մարդիկ, ովքեր շատ կծաղրեն, ովքեր կստիպեն, գուցե ծաղրանքի միջոցով, գուցե ուրիշ մեթոդներով, որ հավատացյալները դուրս գան ճշմարտությունից։ Այսպես պատրաստ է թողնելու պատիվը, ունեցվածքը, ինչ-որ բաներ, ամեն ինչ որ կխանգարի հաստատուն մնալուն ճշմարտության մեջ, չծռվելու ճշմարտությունից։ Որովհետև ճշմարտությունից ծռվել նշանակում է ուրանալ Հիսուսին։ Պետրոսը, որ ուրացավ, ինչ արեց։ Ամեն ասեց չեմ ճանաչում Հիսուսին։ Չասեց ես ուրանում եմ Հիսուսին։ Ամեն ասեց ես չեմ ճանաչում ես մարդուն։ Այն որ դուք տանում եք խաչելուց միայն չեմ ճանաչում։ Մի շատ ուժեղ վենք ունի սատանան պատերազմելու ճշմարտության դեմ։ 5-րդը ու վերջինը դա սպառնալիքն է։ Երբ որ հաճախոսությունով, պարտքի տակ գցելով, այս բոլոր միջոցներով տեսնում չի ստացվում, իրեն մնում է մի միջոց, սպառնալիքը, որ այ քեզ կսպանեն, այ կզոհվես, ծաղրի որ զոհվես, անում մի բանի, որ սուտ չխոսես օրինակ, սպառնալիք։ Շատ մարդիկ վախենում են ոչ միայն մարմնի մահից, վախենում են սոված մնալուց, վախենում են իրենց հարազատների մահից, վախ նյութական կորուստի նկատմամբ։ Սա շատ ուժեղ զենք է, ու շատ դժվար է հաճախ սրան դեմ կանգնելը։ Ու հաճախ էլ կարող Աստված թույլ տա, որ այդ բաները տեղի ունենան մեր կյանքում։ Եկեք մի խոսք անցնենք գրված է Հայտնության 2-րդ համարը։ Հիսուսը պատգամը ուղարկում են եկեղեցիներին, ովքեր գտնվում էին Ասիայում, ու եկեղեցիներից մեկին այսպես ասում. «Բնավ մի վախեցիր այն բաներից, որոնք պիտի կրես»։ Ահա բանսարկում, այսինքն Սատանան։ «Ձեզանից մի քանիսին բանտը պիտի գցի, որպեսզի փորձվեք, եւ 10 օր նեղություն պիտի ունենաք։ Մինչև մահ հավատարիմ եղիր, ու քեզ կենաց պսակը պիտի տամ»։ Ասում է, թե ինչ պիտի անի Սատանան երկրի վրա։ Ասում է 10 օր նեղություն ես ունենալու։ Այստեղ իմաստը հենց 10 օրերի չի, իսկ ինչ որ ժամանակ նեղություն ես ունենալու, թույլ է տրվելու քեզ այդ նեղությունը։ Ասում է բանտ պիտի գցվեք, բայց մինչև մահ հավատարիմ եղիր, որովհետև մահն էլ է հնարավոր այդ ժամանակաշրջանում։ Մինչև մահ հավատարիմ եղիր ու կենաց պսակը, կյանքի պսակը պիտի ունենաս։ Երբ որ հավատացյալը իր աչքի առաջ ունենում է հավիտենական կյանքը, ոչ թե նյութականը, նյութականից դուրս գտնվող հավիտենական կյանքը, ու ապրում է դրանով, ինքը հաստատուն է լինում ճշմարտության մեջ։ Դժվար է ճշմարտության մեջ հաստատուն լինել, երբ մարդու ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է նյութականի վրա։ Հող, ուտելիք, մարմնի առողջություն, չգիտեմ ինչ, ու բոլորը նյութական։ Այս մեջ դժվար է հավատարիմ մնալ ճշմարտությանը, ու հնարավոր էլ չի ապրել հավիտենականով, ոչ թե ժամանակավորով։ Այս դեպքում դու կհաղթես դրան։ Այստեղ է, որ մարդը կանգնում է ընտրության առաջ, կամ հավիտենականը, կամ ժամանակավորը։ Ժամանակավորը շոշափելի է, կարծես արդեն ձեռքից է, ինչու բաց թողնեմ սա, հավիտենականը չգիտեմ ինչ կլինի։
Այստեղ է հավատքը, ինչքան եմ հավատում, որ այդ հավիտենական իրականությունը ու վերջը պիտի մտնեմ դրա մեջ։ Սա է կոչվում հավատ։ Հավատքը նաև որ ընտրում է հավիտենականությունը, երբ որ ընտրում է ճշմարտությունը, հավատքը նա չի, որ մարդը կասի ես հավատում եմ Աստված կա, սա դեռ հավատք չի, հավատքը նա է, որ հավատում է, թե Աստված ճիշտ է խոսել, այն ինչ որ ասել է Աստված ճիշտ է ասել, այն որ այս մարմնից դուրս գալուց հետո ես պիտի կանգնեմ իր առաջ, ինքը այս ճշմարտության խոսքի համեմատ ինձ պիտի դատի, այս սրան հավատում եմ, սա է ճիշտ, սա է հավատ, որովհետև Հովհաննեսն է գրում էլի, ասում է նա, որ չի հավատում Աստծո որդուն, նա ստախոս է համարում Աստծուն, որովհետև Աստված վկայեց իր որդու համար։ Գիտեք ինչու մենք չենք հավատում Աստվածաշնչի խոսքին, որովհետև եթե այդպես բացահայտ չենք մտածում, չենք համարում, որ սրանք ճիշտ են գրված, չենք հավատում, որ Աստված ասել է ճիշտը, այսինքն գուցե Աստված ո՞ւտ է խոսել, ինքը ճիշտը չի ասել։ Սա է ստացվում։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների թղթում Պողոս առաքյալը գրում է, ու գրում է վերջի ժամանակների համար։ Այս թղթը ընդհանրապես երկու թղթերն են նվիրել վերջի ժամանակների նկարագրությանը, որովհետև այս եկեղեցին գտնվում է շատ ծանր վիճակներում, իրեն մխիթարում է Հիսուսի գալուստով։ Երկրորդ գլխի 10 համարում գրված է, որ վերջին օրերում Սատանան պիտի հայտնվի շատ նշաններով, հրաշքներով, գործվածների վրա, անիրավության վրա բոլոր խաբեությունով, որոնք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն։ Նրա համար Աստված պիտի ուղարկի նրանց մի ուժեղ մոլորություն, որ ստությանը հավատան։ Գրված է, որ այն մարդիկ, ովքեր չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն, Աստված պիտի ուղարկի ուժեղ մոլորություն, որ դրան հավատան, ստությանը հավատան։ Սա պիտի լինի վերջի ժամանակներում։ Սա գրում է Ների թագավորության ժամանակաշրջանում։ Մենք գիտենք, որ մի օր պիտի լինի այդ թագավորությունը շատ ուժեղ ձևով երկրի վրա, որն է ընտրությունը հավատացելու, ճշմարտություն թե ստություն, որն է ընտրությունը։ Սա ամեն մարդ իր համար կարող անի այս ընտրությունը, որն եմ ընտրում հավատալ Աստծո խոսքին, այսինքն Հիսուսի անձին, թե հավատալ ուրիշ բաների, որոնք խոսում են այդ ընտրությունից դուրս, ճշմարտությունից դուրս։ Շատ հավատացողներ փորձում են համատեղել այս երկուսը իրար հետ։ Ասում ես հավատում եմ, գնում եմ հավաքույթների, ես հավատում եմ Աստվածաշնչի գրվածին, այս բաներով, բայց հաճախ փորձում են շրջանցել այն պահին, երբ որ իրեն շահը։ Մենակ լսած կլինեք այսպիսի արտահայտություններ, երբ որ բարի նպատակով սուտ ես խոսում ես սուտ չի։ Սուտը մնում է սուտ, ինչ նպատակով ուզում եք խոսել։ Աստված չի ասել մեղքի մեծը, փոքրը, Աստված ասել է մեղքի վարձը մահը ու վերջ, դրանից հետո շարունակություն չկա։ Այն կոմունիստական ժամանակներում շատ է տարածված այսպիսի արտահայտություն։ Պետությունից գողանալը գողություն չի։ Ինչ տարբերություն, գողություն է, չէ՞։ Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, մի քույր մի անգամ պատմեց, որ իրեն հայտնություն է եղել, թե ինքը ինչպես գտնվել է գողության վիճակի մեջ, ներքին վիճակի մեջ, ոչ թե ինքը ինչ-որ բան է գողացել։ Հիմա կմտածեք ծայրահեղություն է երևի, չէ՞, ես ձեզ ասում, սա շատ ռեալ բան է։ Պատմեց, որ ինքը նստած էր սեղանի մոտ, որտեղ հյուրասիրել են իրեն, ասում է վերցնում էի, օգտվում էի այդ սեղանից, ու մի կողմից էլ ամաչում էի իմ մեջ։ Ասում մեկ էլ մտածեցի, մի հատ չտեսնեին մի բան էլ վերցրի սեղանից։ Ասում անմիջապես սրբոք ինձ հետ խոսեց, չտեսնեին, հետո վերցնեի սա գողություն չի, թեկուզ տվել են այդ մարդիկ, դրել են սեղանին։ Ամոթ է կարած պիտի մարդն այսպիսի բան։ Այս տեսեք, գողությունը ինչ մակարդակի կարող է ճանաչվի, ճշմարտությունը ու սրբությունը ինչ մակարդակի վրա կարող են ճանաչվել։ Իսկ մենք հաճախ կարող ենք ասել պետությունից գողանալը գողություն չի։ Չէ, լավ էլ գողություն է։ Աստված դրա դիմացել պիտի պահանջի։ Մանրան նրանցից ովքեր ճանաչում են։ Ասում են այն երեխա է, որ սուտ չասեն ոնց անեն։ Երեխային պիտի անպայման խաբել, փորձեք բացատրել, երեխաները ինքան լավ են հասկանում։ Ինչու սուտ ասել երեխային։ Այդպես մենք հաճախ մտածում ենք, որ ինչի սուտ ասել։ Էլի շատ բաներ կան, դրանք մանրամասն չասեմ, դուք ձեր կյանքում կտեսնեք ինչքան մանր բաներ կան, որտեղ մենք փորձում ենք շրջանցել։ Աբրահամը, երբ որ իր կնոջ հետ գնաց Եգիպտոս, տեսավ իր կինը գեղեցկուհի, ասեց, ո՞վ է Եգիպտոսում ինձ կսպանեն իմ կրոջս տիրանալու համար։ Կնոջ հետ պայմանագիր կնքեց, ասեց կասես, որ դու իմ քույրն ես, ոչ թե կինս, որ ինձ չսպանեն։ Պատկերացնում եք, պատրաստ էր կնոջը տալու, մենակ իրեն չսպանեն։ Դրա հետ սուտ խոսելու Աստծո առաջ, մենակ իրեն չսպանեն։ Գնացին Եգիպտոս, Եգիպտոսում իսկապես տեսան, որ էսի գեղեցկուհի, ասեցին ով է, ասեց քույրս է։ Վերցրեցին իրենց մոտ։ Հետո մեկ էլ Աբրահամը արդարանում է, երբ որ արդեն ամեն ինչ պարզվեց, որ իր կինն է, Աստված պաշտպանեց նրանց։ Կնոջը վերադարձրեցին իրեն։ Աբրահամը արդարանում է, ասում է, չէ՞ որ իմ քույրս էր, ասում է, հորիցս մեկ ենք, մորիցս տարբեր։ Սա այն շրջանցելն էր, որ փորձում են ճշմարտությունը շրջանցել։ Իրականում սա պիղծ արծը առաջ։ Աստված չասեց Աբրահամ, ճիշտ էր ասում, դա քո քույրն է։ Ասեց չէ, սուտ խոսեցիր։ Ճշմարտությունը չեն շրջանցում։ Ճշմարտությունը կամ դավանում են, կամ ուրանում։ Այսպիսին է ճշմարտությունը։ Բայց որպեսզի այս կետում չվերջացնենք, Աստվածաշունչը խոսում է, թե ճշմարտությանը հնազանդվելը ինչքան մեծ օգուտներ է բերում մարդուն։ Ինչքան կարևոր է ճշմարտությանը հնազանդվելը հավատացյալի համար։
Ես փորձեցի դրանք դուրս գրեմ, շատ ստացվեց։ Դրա համար 3 ընտրեցի դրանցից։ Եկեք կարդանք դրանք։ Հովհաննես Ավետարան 8-րդ գլուխ 31-32 համարները։ Շատ կարևոր խոսքեր են հավատացյալների համար։ Գրված այսպես. Հիսուսն էր խոսում։ Շատ մարդիկ իրեն հավատացին։ Այն ժամանակ Հիսուսը իրեն հավատացող հրեաներին ասաց. Եթե դուք իմ խոսքից մեջ մնաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք, եւ ճշմարտությունը պիտի ճանաչեք, ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Մարդիկ բազմաթիվ կապանքների մեջ են ապրում։ Վախի կապանքի, պատվի, պատվազուրկ լինելու վախի, այն ինչի, նյութականից կախվածության, պատվի, ամոթի, չգիտեմ ինչի, այս բոլոր կապանքներից մի ազատագրում կա, ասես ճշմարտությունը կճանաչեք, ու ճշմարտությունը ձեզ ազատի։ Բայց մի դեպքում, եթե խոսքը կատարեք։ Իսկ ճշմարտությունը այն չի, որ ես գիտեմ Աստված սա է ասում, ճշմարտությունը այն դեպքում ես հավատարիմ եմ, երբ որ գիտեմ ու կատարում եմ, սա է հավատարմությունը։ Էլի միտեղ Պետրոսն է գրում սա արդեն, առաջի Պետրոսի թուղթը, հենց առաջի գլխից, 22 համարը, ձեր անձերը մաքրելով հոգու միջոցով, ճշմարտությանը հրաժարվելով, եղբայրսիրության մեջ անկեղծ լինելով, սուրբ սրտով, իրար կին սիրեք։ Ասում է, որ ձեր անձերը մաքրեք, սուրբ հոգու միջոցով, ճշմարտությանը հրաժարվելով։ Հաճախ հավատացյալները աղոթում են, ասում են, Տեր մաքրիր ինձ, Տեր մաքրիր ինձ։ Ասում է, դա կատարվում է 2 միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով, սուրբ հոգու միջոցով։ Եթե ես չեմ հնազանդվում Աստծո գրված խոսքին, սուրբ հոգին ինձ չի կարող մաքրել։ Հովհաննեսը մեկացնում է, ասում է, որ խոսքը, հոգին եւ Հիսուսի արյունը, այն միաբան են։ Միաբան են վկայելու մեջ, միաբան են գործելու մեջ, իրարից առանձին չեն գործում։ Ես չեմ կարող աղոթել ասել Սուրբ Հոգի, ինձ աճեցրու ճշմարտության մեջ, ճանաչողության մեջ, ու ոչ մի անգամ չկարդամ Աստվածաշունչը։ Ինչպես աճացնեմ։ Հույս ասեց, երբ որ գա Սուրբ Հոգին, իմ ասածները ձեզ կհիշացնի։ Սա նշանակում է, որ պիտի իմանամ, գոնե կարդացած կամ լսած լինեմ դրանք, որ հիշողությանս մեջ ինձ դերի նորից հիշացնի։ Հիշացնել չի նշանակում նոր բան ասել, չէ՞, հիշացնել ասում մի բան, որը արդեն կար իմ մեջ։ Եվ մաքրությունն էլ գրված այդպես, ձեր անձերը մաքրեք, հոգու միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով։ Չեմ կարող ասել, որ մաքրիր ինձ, չգիտեմ ինչեր, որ շատ եմ ուզում մաքրվել, բայց Աստվածաշունչը չեմ բացում ու չեմ հնազանդվում նրան։ Իսկ ասում եմ, խոսի, ես ամենասուտ եմ խոսում, ասում Տեր ինձ ազատիր ես հետո։ Մի խոսիր, քո ձեռքում է քո բերանը։ Եկեք շարունակենք։ Էլի միտեղ, սա արդեն Հովհաննես Առաքյալն է գրում, արդեն իր թղթի մեջ։ 3-րդ գլխի 18 համարում, որդեակներս ոչ թե խոսքով ու լեզվով սիրենք, ապա գործով ու ճշմարտությունով։ Իրականում մարդիկ ծերը համեմատում են զգացմունքի հետ։ Հովհաննեսը ասում է, դա գործ է, որը բխում է ճշմարտությունից։ Ու ցանկացած մարդու նկատմամբ, եթե կվարվես աստվածաշնչային խոսքի համեմատ, կլինի, որ դու սիրում ես այդ մարդուն։ Այս խոսքի համեմատ հնարավոր չի մարդուն վատություն անել։ Դու կարող ես հանդիմանես Քրիստոսին այդ մարդու նկատմամբ, բայց դու սիրո արտահայտություն ես կրում։ Գիտես ինչի՞, որովհետև քո ներսում անպայման խոսի ես խոսքը։ Այս եթե նույնիսկ պիտի խիստ խոսես այդ մարդու հետ, պիտի խոսես իր օգուտի համար, սա սերն է։ Գիտեք, շատ հայրեր իրենց երեխաներին ինչ երեխան ուզում է տալիս են, ինչ երեխան ուզում է անում են։ Եկել այս երեխան մեծանում է, արդեն իրանց չի լսում, եւ այլն։ Գիտեք ինչի՞, որ դաստիարակությունն է սխալ եղել։ Ոչ թե սովորացել են երեխային ճիշտը, այլ սովորացել են երեխային ներսառնել։ Մեր հայրը այդպեսին չի մեր նկատմամբ։ Մեր հայրը մեզ սովորացնում է ճիշտը, ասում է սրան կարա, ու կլինի ճիշտ ծեր։ Սրան կարա, ու կլինի ճիշտ կյանք։ Այն որ երեխային երեսը տալիս ու վերջում իրեն ուրանում է, ինքը սիրով չի վարվել երեխայի հետ, ինքը չի հասկացել ինչ է սերը։ Մեր հայրը լավ գիտի ինչ է սերը։ Նա լավ գիտի սիրո հակառակը ատելության մեջ լինելը, ինչի է բերում վերջում, ինչ տեսակ կորուստի է բերում։ Դրան ինքը ասում է սերը, դա գործողություն է, որը բխում է այս ճշմարտությունից, գրված Աստվածաշնչի ճշմարտությունից։ Հիսուսը կատարելությունն էր Աստծո, որ հայտնության կատարելությունն էր։ Ինքը իրեն անվանեց ճշմարտություն, նրա մեջ ոչ մի թերություն չկար, գրված է, որ իր բերանին նենգություն չգտնվեց ու ոչ մի մեղք չգործվեց նա ընդհանրապես։ Ապրելով 33 տարուց փոքր ավելի ես երկրի վրա ոչ մի մեղք չգործեց։ Այսպիսի անձնավորությունը նրան տեսնում ենք շատ տարբեր վիճակների մեջ, նրան տեսնում ենք շատ հոգատարության մեջ, եթե կարող եք մոտենալ ձեր մարդուն, ձեռքը դնել նրա վրա ու խոսել, եթե կարող եք գույնին իր մոտ կանչել, մուրացկանին իր մոտ կանչել ու խոսել նրա հետ ու բուժել նրան։ Նրան տեսնում ենք, երբ որ տեսավ որդեվայրի կնոջը, որ տղան մահացել է, դրված է գութը շարժվեց ու ոչինչ չհարցրեց։ Չասեց հավատում ես, որ տղադ հարություն կառնի, ոչ մի բան չասեց, մոտեցավ երեխային հարություն տվեց։ Ինչքան սեր ու գութ կար նրա մեջ, որ արտահայտություն է։ Դրա կողքին տեսնում ենք ինչքան խստություն, ինչքան մարդկանց հանդիմանում էր, անվանում էր իժերի ծնունդներ, ծեփած գերեզմաններ, ասում էր երեսից դուք լավն եք երևում, բայց ձեր ներսը աղտով ու կեղտոտությունով լցված է։ Թե բնավորության գծերը, որ այդքան մեղմ ու քաղցր էր Հիսուսը, թե որ այդքան խիստ էր ու կարող էր մի խարազան սարքել ու տաճարը մաքրել,
բոլորը բխում էր նույն էությունից, սեր կոչվող էությունից, Աստված սեր է։ Նա ուզում է, որ մենք էլ ապրենք ճշմարտության խոսքի անմատ, մենք էլ ունենանք նույն սերը իրար նկատմամբ։ Եթե քո եղբոր մեջքին կտեսնես եղբորված տեղ, կավիճոտ, ենթադրենք, դու չես մոտենա թափ տաս ու ասես գիտես, այսպիսի բան կա քո մոտ։ Դու սիրով չես վարվի, որովհետև ուրիշները կծաղրեն, բայց ես հարազատ եմ։ Դու պիտի ասես ու դու մաքրես դա։ Սերը այն չի, որ միայն կգրկի ու կգուրգուրի։ Սերը այն ինչ որ բխում է ճշմարտությունից։ Իսուսն էլ ասեց ես եմ ճշմարտությունը։ Հավատում ենք, որ ինքն է ճշմարտությունը։ Եթե ապրենք ճշմարտության համեմատ, մենք նաև կյանք կունենանք։ Եթե ոտքի կանգնենք